Նա տնից դուրս էր եկել ընդամենը սովորական բուժզնման համար, ինչպես անում էր ամեն տարի։ Սակայն փոխանակված բժշկական քարտերի մեջ տեղի ունեցած լուրջ սխալը ընդմիշտ փոխեց նրա կյանքը։ Օրեր անց հղիության դրական թեստը բացահայտեց անհնարինը, նա երեխայի էր սպասում։ Առանց ընտրության հնարավորության նա այժմ կրում է մի անծանոթի երեխային, սա դեռ միայն սկիզբն է։ Եթե նման սիրո պատմությունները հուզում են ձեր սիրտը, բաժանորդագրվեք ալիքին գրեք, թե որտեղից եք դիտում։ Ձեր ներկայությունն այստեղ մեծ նշանակություն ունի։ Նարինեն միշտ հավատում էր, որ կյանքը կազմված է փոքրիկ ընտրություններից։ Վաղ արթնանալ, սուրճ պատրաստել, ընտրել հագուստը, որով պետք է դասավանդեր, երեկոյան թեյ խմելիս ստուգել աշակերտների տնային աշխատանքները։ Դրանք պարզ, առօրյա գործողություններ էին, որոնք ձևավորում էին նրա օրերը, լցնում նրա գոյությունը կառավարման զգացողության հուսադրող պատրանքով։ 24 տարեկանում նա կառուցել էր համեստ, բայց արժանապատիվ կյանք։ Նա հայոց լեզվի գրականության ուսուցչուհի էր Երանի Շենգավիթ վարչական շրջանի հանրակրթական դպրոցներից մեկում, Վարձով բնակարանում ապրում էր մոր, տիկին Սոնայի հետ, փայփայում էր պարզ երազանքներ, մի օր ունենալ սեփական տուն, գուցե հանդիպել յուրահատուկ մեկին, ընտանիք կազմել, երբ ճիշտ պահը գա։ Այդ երեքշաբթի առավոտյան Երանյան մետրոպոլիայի երկինքը մոխրագույն էր։ Նարինեն սովորականից շուտ դուրս եկավ տնից, 2 ավտոբուս փոխեց, հասնելու համար մայրաքաղաքի ամենահեղինակավոր կենտրոններից մեկը, Նաիրի բժշկական կենտրոն։ Սովորական բուժզննումը նշանակված էր առավոտյան ժամը 8-ին։ Դա ամենամյա պրոֆիլակտիկ զննում էր, որը ծածկվում էր դպրոցի կողմից աշխատակիցներին տրամադրվող առողջության ապահովագրությամբ։ Ոչ մի արտառոց բան։ Նա նույնիսկ իրեն վատ չէր զգում։ Դա ընդամենը սովորական բժշկական պարտավորություն էր, որոնցից մենք կատարում ենք նախազգուշության համար, առանց որե նորություն ակնկալելու։ Մտնելով հիվանդանոցի նախասրահ, Նարինեն տպավորվեց տարածքի շքեղությամբ։ Փայլուն մարմարե հատակ, ռազմավարական դիրքերում տեղադրված դեկորատիվ բույսեր, անթերի համազգեստով աշխատակիցներ։ Այնտեղ ամեն ինչ արդյունավետություն ու ժամանակակիցություն էր շնչում։ Նա իրեն գրեթե օտար զգաց, իր մաշված կտորե պայուսակով, բամբակյա պարզ զգեստով։ Բայց շուտով վանեց այդ միտքը։ Ի վերջո, նա այնտեղ լինելու նույնքան իրավունք ուներ, որքան ցանկացած ուրիշ մարդ։ Ընդունարանում գրանցման թերթիկը լրացնելուց հետո նրան ուղղորդեցին հետազոտությունների բաժանմունք։ Մի բարեհամբույր բուժքույր կանչեց նրա անունը, առաջնորդեց երկար ու լուռ միջանցքով։ Նարինեին հանձնարարեցին մտնել սենյակ, փոխել հագուստը, սպասել։ Ամեն ինչ բացարձակապես նորմալ էր թվում։ Նա հետեց ցուցումներին, հագավ հիվանդանոցային խալաթը, պառկեց բժշկական մահճակալին, անփութորեն թերթելով հին ամսագիրը, մինչ սպասում էր։ Այն, ինչ Նարինեն չգիտեր, այն էր, որ հենց այդ պահին, նույն հիվանդանոցի մեկ այլ թում, մի շարք կոպիտ սխալներ պատրաստվում էին ընդմիշտ փոխել նրա կյանքը։ Փոխանակված բժշկական քարտեր, շտապողականությամբ ստուգված տվյալներ, անտեսված արձանագրություններ։ Րոպեների ընթացքում նա ենթարկվելու էր մի միջամտության, որը երբեք չէր խնդրել, երբեք թույլ չէր տվել, երբեք նույնիսկ չէր պատկերացրել։ Երբ բժշկուհին մտավ սենյակ, Նարինեն նրան ամաչկոտ ժպիտով ողջունեց։ Մասնագետը, միջին տարիքի, լուրջ գործունյա արտահայտությամբ մի կին, հազիվ նայեց նրան։ Ստուգեց մի քանի թղթեր, արագ հարցեր տվեց, սկսեց միջամտությունը։ Նարինեն թեթ անհարմարություն զգաց, բայց ոչ մի տագնապալի բան։ Այս ամենը նրան մի փոքր տարօրինակ թվաց սովորական բուժզնման համար, բայց նա վստահեց մասնագետների փորձառությանը։ Ի վերջո, սա առաջատար հիվանդանոց էր։ Ինչ կարող էր սխալ լինել։ Մոտ 20 րոպե անց ամեն ինչ ավարտված էր։ Բժշկուհին առանց շատ բացատրությունների դուրս եկավ սենյակից, Նարինեին թույլ տվեցին գնալ։ Նա հագնվեց, վերցրեց իրերն ու հեռացավ հիվանդանոցից, դեռս թեթ անհանգստություն զգալով, բայց առանձնապես կարողություն չտալով դրան։ Նստեց ավտոբուս, տուն հասավ, ճաշեց մոր հետ, գնաց դպրոց, որտեղ կեսօրից հետո դասեր ուներ։ Կյանքը շարունակվեց ինչպես միշտ։ Կամ գոնե նա այդպես էր կարծում։ Մինույն ժամանակ քաղաքի մյուս ծայրում, Երանի կենտրոնի թանկարժեք թաղամասերից մեկում, 35-ամյա մի տղամարդ իր թանկարժեք մեքենան կայանում էր նույն հիվանդանոցի անձնական կայանատեղիում։ Լոն Ավետիսյանի անունը հայտնի էր գործարար շրջանակներում։ Լինելով երկրի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի ժառանգորդը, նա 28 տարեկանում ստանձնել էր ընտանեկան բիզնեսի կառավարումը, հոր թոշակի անցնելուց հետո։ Նա զուսպ, մանրախնդիր, չափազանց կենտրոնացած մարդ էր։
Նրա սիրային հարաբերությունները միշտ մակերեսային էին եղել, նշանավորված հիասթափություններով, որոնք ստիպել էին նրան պատեր կառուցել սրտի շուրջ։ Լոնը կայացրել էր մի որոշում, որն իր համար լիովին տրամաբանական էր։ Նա երեխա կունենար միայնակ։ Զուգընկերուհու կարիք չուներ, չէր ուզում բարդ հուզական կապվածություններ։ Նա պարզապես ժառանգ էր ուզում մեկին, ով կշարունակեր ընտանիքի ժառանգությունը։ Նա պայմանագիր էր կնքել մասնագիտացված կլինիկայի հետ, ընտրել անանուն դոնոր, պլանավորել գործընթացի յուրաքանչյուր մանրուք, բազմամիլիոնանոց ընկերություն կառավարողի ճշգրտությամբ։ Այդ առավոտ նա հիվանդանոցում էր, հետելու միջամտության վերջին փուլին։ Ամեն ինչ պետք է լիներ զուսպ, գաղտնի, արդյունավետ։ Լոնը վստահում էր հիվանդանոցի հեղինակությանը, մասնագետների իրավասությանը։ Նա սպասում էր առանձին սենյակում, հեռախոսով էլեկտրոնային նամակներին պատասխանելով, մինչ կստանար հաստատում, որ ամեն ինչ կատարվել է ըստ պլանի։ Այն, ինչ ոչ Նարինեն, ոչ Լոնը չէին կարող պատկերացնել, այն էր, որ այդ օրը նրանց կյանքերն անդառնալիորեն միահյուսվել էին։ Աղետալի չափերի հասնող բժշկական սխալը կապել էր երկու մարդու, ովքեր այլ հանգամանքներում երբեք չէին հանդիպի։ Եվ հաջորդ շաբաթների ընթացքում այդ կապը ի հայտ կգար այնպես, որին նրանցից ոչ մեկը պատրաստ չէր դիմակայելու։ Օրերն անցան։ Նարինեն վերադարձավ իր սովորական առօրյային։ Դաս էր տալիս, ստուգում էր տնային աշխատանքները, դասամիջոցին զրուցում դպրոցի ընկերուհիների հետ։ Անին, Լուսինեն, նրա լավագույն ընկերուհիները, իր նման ուսուցչուհիներ էին։ Նրանք երեքով իրար ճանաչում էին տարիներ շարունակ, կիսում էին ոչ միայն աշխատանքային միջավայրը, այլ գաղտնիքները, երազանքներն ու անհանգստությունները։ Նարինեն եռյակի ամենահանգիստն էր, ամենաերազգոտը։ Անին արտահայտիչ էր ու վճռական։ Լուսինեն խորհրդատուն էր, միշտ պատրաստ լսելու, մխիթարական խոսքեր ասելու։ Բուժզնումից 2 շաբաթ անց Նարինեն սկսեց տարօրինակ բան զգալ։ Առավոտյան համար սրտխառնոց, անսովոր հոգնածություն, հուզական զգայունություն, որը չէր կարողանում բացատրել։ Սկզբում ամեն ինչ վերագրեց աշխատանքային սթրեսին։ Բայց երբ ախտանիշները շարունակվեցին, նրա ներսում մի փոքրիկ ձայն սկսեց շշնջալ ինչ-որ անհնարին բան։ Չէր կարող պատահել։ Նա ամիսներ շարունակ սեռական կյանքով չէր ապրում։ Ոչ մի հնարավորություն չկար։ Բայց կասկածը կրծում էր նրան, մինչ որ մի պահի մղումով նա դեղատնից թեստ գնեց։ Փակվեց լոգարանում, մինչ տիկին Սոնան հյուրասենյակում սերիալ էր դիտում։ Դողացող ձեռքերով հետեց տուփի հրահանգներին, սպասեց։ Րոպեները, ժամեր թվացին։ Եվ երբ նայեց արդյունքին, նրա աշխարհը փլուզվեց։ Դրական։ Նարինեն նստեց լոգարանի սառը հատակին, գրկելով ծնկները, փորձելով ընկալել այդ տեղեկությունը։ Ինչպե՞ս։ Երբ։ Ինչու։ Հարցերը մուրճի պես խփում էին մտքին, առանց պատասխաններ գտնելու։ Նա լուռ լաց եղավ, վախենալով, որ մայրը կլսի։ Մտածեց բոլոր հնարավորությունների մասին, վերհիշեց վերջին ամիսների յուրաքանչյուր պահը, բայց ոչինչ իմաստ չուներ։ Մինչ որ մի հիշողություն ի հայտ եկավ, հիվանդանոցը։ Բուժզնումը։ Տարօրինակ միջամտությունը։ Հաջորդ օրը Նարինեն զանգահարեց հիվանդանոց, փորձելով ձայնը հաստատուն պահել, մինչ բացատրում էր, որ պետք է պարզաբանի իր կատարած բուժզնման հետ կապված որոշ հարցեր։ Օպերատորը քաղաքավարի էր, բայց շատ տեղեկություններ չկարողացավ տալ։ Խնդրեց, որ Նարինեն վերադառնա հիվանդանոց, անձամբ զրուցելու բժշկական համակարգողի հետ։ Օպերատորի ձայնի մեջ ինչ-որ բան Նարինեին էլ ավելի անհանգստացրեց։ Մի նուրբ տատանում, վատ թաքցրած անհանգստության երանգ։ Նարինեն հանդիպում նշանակեց այդ շաբաթվա վերջին։ Մորը չասաց։ Ընկերուհիներին չասաց։ Այդ բեռը միայնակ տարավ, իրեն կորած ու վախեցած զգալով։ Երբ վերջապես հասավ հիվանդանոց, նրան դիմավորեց մի թիմ, բաղկացած կլինիկայի տնօրենից, 2 իրավաբանից, սոցիալական աշխատողից։ Նրանց բոլորի դեմքերի լրջությունը հաստատեց նրա ամենավատ մտավախությունները։ Տնօրենը, ջերմակ մազերով խիստ արտահայտությամբ մի կին, Նարինեին հրավիրեց նստելու։ Զգույշ, բայց ուղիղ ձայնով բացատրեց անբացատրելին։ Տեղի էր ունեցել լուրջ սխալ։ Աղետալի չափերի սխալ։ Նարինեն սխալմամբ ենթարկվել էր արհեստական սերմնավորման միջամտության։ Գենետիկական նյութը պատկանում էր մեկ այլ հիվանդի։ Նա ՀՂ էր։ Եվ այդ ամենը սխալմունք էր։ Նարինեն լսում էր յուրաքանչյուր բառն այնպես, կարծես մղձավանջի մեջ լիներ։
Նրա միտքը հրաժարվում էր ընդունել այդ իրականությունը։ Ինչպես էր դա հնարավոր։ Ինչպես կարող էր այդ կարգի հիվանդանոցը նման անհեթեթ սխալ թույլ տալ։ Նա փորձեց խոսել, բայց բառերը դուրս չէին գալիս։ Զգաց, որ աշխարհը պտտվում է իր շուրջը, սենյակի պատերը կարծես սեղմվում էին։ Սոցիալական աշխատողը մոտեցավ, ջուր առաջարկեց, խնդրեց, որ խորը շունչ քաշի։ Իրավաբանները սկսեցին խոսել քաղաքացիական պատասխանատվության, դատական գործերի, փոխհատուցումների մասին։ Բայց Նարինեն հազիվ էր կարողանում ընկալել այդ տեղեկությունները։ Այն ամենը, ինչի մասին կարողանում էր մտածել, հետյալն էր, ես հղի եմ։ Մի անծանոթից։ Սխալի պատճառով։ Եվ ես այս ամենից ոչինչ չեմ ընտրել։ Այնուհետ տնօրենը բացահայտեց մեկ այլ կարևոր մանրամասն։ Կենսաբանական հորն արդեն տեղեկացրել էին։ Նա հենց այդ պահին ճանապարհին էր դեպի հիվանդանոց։ Նարինեն զգաց, որ սիրտը սկսում է արագ բաբախել։ Նա հանդիպելու էր այն տղամարդուն, ում երեխային կրում էր։ Մի տղամարդու, ում կյանքում երբեք չէր տեսել։ Մի տղամարդու, ով իր նման ներքաշվել էր այս անհեթեթ իրավիճակի մեջ։ Րոպեներ անց սենյակի դուռը բացվեց։ Լոն Ավետիսյանը ներս մտավ վստահ քայլերով, անթերի կոստյումով, զսպված զայրույթով նշանավորված դեմքով։ Նա բարձրահասակ էր, լայնաթիկունք, կատարյալ սանրված մուգ մազերով աչքերով, որոնք կարծես թափանցում էին ցանկացածի միջով։ Նրա ներկայությունը գերիշխում էր միջավայրում։ Նարինեն իր աթոռին նստած, պարզ զգեստով պոչ հավաքած մազերով, իրեն չնչին զգաց այդ տղամարդու առաջ։ Լոնը նայեց սենյակին, նրա հայացքը կարճ անցավ Նարինեի վրայով, նախքան կանգ առներ տնօրենի վրա։ Նրա ձայնը հաստատուն էր, վրդովմունքով լի։ Նա բացատրություններ պահանջեց։ Սպառնաց դատական գործերով, որոնք կկործանեին հիվանդանոցի հեղինակությունը։ Խոսեց անփութության, անիրավասության, իրավական հետանքների մասին։ Նա ոչ մի վայրկյան որևէ ուշադրություն չդարձրեց այնտեղ գտնվող երիտասարդ կնոջը, ով շոկի մեջ էր դիմակայում էր նույն ողբերգությանը, ինչ ինքը։ Նարինեն նայում էր նրան, մինչ նա խոսում էր։ Այդ տղամարդու մեջ ինչ-որ անողոք բան կար, ինչ-որ բան, որը վախեցնում մի նույն ժամանակ զայրացնում էր նրան։ Նա կարծես ավելի շատ անհանգստացած էր իրավական ֆինանսական հարցերով, քան այս ամենի մարդկային կողմով։ Իսկ ինքը, Նարինեն, լիովին կորած էր։ Չգիտեր, ինչ անել, ինչ մտածել, ինչ զգալ։ Հենց այդ պահին Լոնը վերջապես ուղիղ նայեց նրան։ Նրանց հայացքները հանդիպեցին մի երկար ակնթարթ։ Եվ այդ կարճ պահին ինչ-որ բան փոխվեց։ Լոնը տեսավ ոչ թե մի շահամոլի, ոչ թե մի պատահական անծանոթուհու, այլ մի վախեցած, խոցելի երիտասարդ կնոջ, ով բացարձակապես անտեղյակ էր այս իրավիճակից։ Նրա աչքերում անմեղություն կար, մի մաքրություն, որը կտրուկ հակադրվում էր այն աշխարհի ցինիզմին, որտեղ ինքն էր ապրում։ Նա անսովոր բան զգաց։ Թեթ խղճի խայտ։ Կարեկցանքի մի փոքրիկ ծակոց։ Բայց նա արագ վանեց այդ զգացմունքները։ Վերադարձավ իրավաբանների հետ խոսակցությանը, քննարկեց ռազմավարություններ, պահանջեց բացարձակ գաղտնիություն։ Նարինեն լուռ մնաց, իրեն զգալով որպես սեփական կյանքի հանդիսատես։ Երբ հանդիպումն ավարտվեց, նա դուրս եկավ հիվանդանոցից սայթաքելով, վստահ չլինելով, թե ինչպես է հասել մինչ դուռը։ Տաքսի վերցրեց, քանի որ չէր վստահում սեփական ոտքերին, որ կդիմանան ավտոբուսի ճանապարհին։ Տուն հասնելով, գտավ տիկին Սոնային խոհանոցում, ընթրիք պատրաստելիս։ Մայրը ժպտաց նրան տեսնելով, բայց շուտով նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Նարինեն փորձեց թաքցնել, բայց չկարողացավ։ Եվ երբ տիկին Սոնան հարցրեց, թե ինչ է պատահել, Նարինեն պայթեց։ Պատմեց ամեն ինչ։ Այն անհեթեթ պատմության յուրաքանչյուր մանրուք, որն այժմ իր իրականությունն էր։ Տիկին Սոնան, ուժեղ մի կին, ով միայնակ էր մեծացրել դստերը, երբ ամուսինը տարիներ առաջ լքել էր նրանց, զգաց, թե ինչպես է վրդովմունքը բարձրանում իր ներսում։ Ինչպես էին համարձակվել դա անել իր դստեր հետ։ Ինչպես էր հնարավոր նման սխալը։ Նա ամուր գրկեց Նարինեին, խոստանալով, որ միասին կլինեն ամեն ինչում, որ ինչ էլ պատահի, նրանք կգտնեն դա հաղթահարելու միջոց։ Բայց Նարինեն գիտեր, որ հաղթահարելը հեշտ չի լինելու։ Նրա կյանքը լիովին փոխվել էր մեկ առավոտվա ընթացքում։ Եվ ամենավատն այն էր, որ նա դեռ պետք է գործ ունենար այդ տղամարդու, Լոն Ավետիսյանի հետ։ Իր երեխայի կենսաբանական հոր։ Մի անծանոթի, ով այժմ ընդմիշտ կապված էր իր հետ։
Հաջորդ օրերին Նարինեն զանգեր ստացավ հիվանդանոցից, իրավաբաններից, նույնիսկ Լոնից։ Նա ուզում էր խոսել, պայմաններ սահմանել, քննարկել ապագան։ Բայց Նարինեն դեռ մարսում էր ամեն ինչ։ Պատրաստ չէր ռացիոնալ խոսակցությունների այնքան խորապես իռացիոնալ թեմայի շուրջ։ Դպրոցի ընկերուհիները վերջապես իմացան։ Անին զայրացավ, պնդեց, որ Նարինեն պետք է դատի տա հիվանդանոցին այդ ամբարտավան գործարարին։ Լուսինեն ավելի զգոն առաջարկեց, որ Նարինեն հոգեբանական խորհրդատվության դիմի, տրավման հաղթահարելու համար։ Երկուսն էլ անվերապահ աջակցություն առաջարկեցին, բայց Նարինեն զգում էր, որ խորքում ոչ ոք իսկապես չի հասկանում, թե ինչի միջով է ինքն անցնում։ Եվ մինչ նա փորձում էր ուժ գտնել առաջ շարժվելու համար, Նարինեն սկսեց զգալ, որ իր ներսում ինչ-որ բան է աճում։ Ոչ միայն երեխան, այլ մի լուռ վճռականություն։ Այդ երեխան չէր խնդրել գոյություն ունենալ այդ հանգամանքներում, բայց նա գոյություն ուներ։ Եվ ինքը, Նարինեն, ընդունակ կլիներ սիրել նրան։ Ընդունակ կլիներ առանձնացնել բժշկական սխալի սարսափը ձավորվող կյանքի անմեղությունից։ Այս հարցերը նրան արթուն էին պահում գիշերները։ Եվ ամբողջ խառնաշփոթի, ցավի, վախի մեջ մի համոզմունք սկսեց ձավորվել։ Նրա կյանքն այլս երբեք նույնը չի լինի։ Եվ գուցե, միայն գուցե, սա պարզապես ողբերգություն չէր։ Գուցե այս պատմության մեջ ավելին կար։ Մի բան, որը նա դեռ չէր կարողանում տեսնել, բայց որն այնտեղ էր, սպասելով բացահայտվելուն։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Անցել էր 3 շաբաթ այն կործանարար հանդիպումից հիվանդանոցում։ 3 շաբաթ, որոնց ընթացքում Նարինեն փորձում էր ընկալել անհնարինը քաոսի մեջ ինչ-որ կերպ բնականon կյանք կառուցել։ Բայց ինչպես կարելի է բնականon կյանք կառուցել, երբ քո ողջ կյանքը գլխիվայր շրջվել է։ Ինչպես կարելի է բնականon վարվել, երբ ամեն առավոտ բերում է սրտխառնոց, որը ոչ միայն ֆիզիկական է, այլ հուզական։ Երբ հայելու մեջ ամեն հայացք բացահայտում է ոչ միայն քո արտացոլանքը, այլ մի ընտրության մշտական հիշեցումը, որը երբեք քոնը չի եղել։ Նարինեն որոշել էր պահպանել հղիությունը։ Ոչ թե արտաքին ճնշման, ոչ թե ուրիշների կողմից պարտադրված բարոյական պարտավորության, այլ մի ներքին ու խորը որոշման շնորհիվ, որը ծնվել էր մի անքուն գիշեր, երբ նա նայում էր իր սենյակի առաստաղին առաջին անգամ իր ներսում թեթ շարժ զգաց։ Դա չափազանց փոքր էր իրական լինելու համար, գուցե պարզապես իր երակայությունն էր, բայց դա բավական էր արթնացնելու մի բան, որը նա չէր սպասում, պաշտպանության բնազդ։ Այդ երեխան մեղավոր չէր։ Այդ երեխան անմեղ էր։ Եվ եթե Նարինեն իր 24 տարվա կյանքում մի բան սովորել էր, դա այն էր, որ անմեղները պաշտպանության կարիք ունեն։ Տիկին Սոնան, չնայած սկզբնական զայրույթին, դստեր կողքին էր։ Նա Նարինեին ճանաչում էր բոլորից լավ։ Գիտեր, որ երբ դուստրը որոշում կայացնի, ոչինչ նրան չի ստիպի փոխել միտքը։ Եվ այդ մարտունակ մոր սրտում լուռ հպարտություն կար, տեսնելով այն ուժը, որը Նարինեն ցուցաբերում էր մի իրավիճակում, որը շատերին կկործաներ։ Այդ 5-շաբթի կեսօրին Նարինեի հեռախոսը կրկին զանգեց։ Դա Լոն Ավետիսյանին ներկայացնող իրավաբանական գրասենյակի համարն էր։ Նա հոգոց հանեց։ Վերջին օրերին նա մի քանի զանգ էր ստացել։ Հանդիպման առաջարկներ, իրավական պայմանների քննարկումներ, փաստաթղթեր, որոնք պետք է ստորագրվեին։ Ամեն ինչ շատ պաշտոնական, շատ սառը, շատ հեռու այն հուզական իրականությունից, որը նա ապրում էր։ Այս անգամ, սակայն, գծի մյուս կողմում ոչ թե այն գործունյա քարտուղարուհու ձայնն էր, ով սովորաբար զանգում էր։ Դա նա էր։ Լոնը։ Նրա ձայնը հաստատուն էր, բայց դրա մեջ ինչ-որ տարբեր բան կար։ Գրեթե աննկատելի տատանում։ Նարինե, մենք պետք է խոսենք։ Անձամբ։ Առանց իրավաբանների, առանց միջնորդների։ Միայն մենք երկուսով։ Նարինեն զգաց, որ սիրտը սկսում է արագ բաբախել։ Նրա մի մասը ուզում էր մերժել, պահպանել այն անվտանգ հեռավորությունը, որը նա կառուցել էր նրանց միջ։ Բայց մյուս մասը, մի մաս, որը նա դժկամությամբ էր ընդունում, հետաքրքրված էր։ Ո՞վ էր իրականում այդ տղամարդը։ Բացի հզոր գործարարի դիմակից, բացի այն զայրույթից ու սառնությունից, որը նա ցուցաբերել էր առաջին հանդիպմանը, ո՞վ էր Լոն Ավետիսյանը։ Նա ընդունեց հրավերը։ Պայմանավորվեցին հանգստյան օրերին հանդիպել Սարյան փողոցի մի զուսպ սրճարանում։ Չեզոք վայր, բավականաչափ հանրային, որպեսզի վախեցնող չլինի, բայց բավականաչափ հանգիստ, որպեսզի իրական խոսակցություն թույլ տա։
Երբ շաբաթ օրը եկավ, Նարինեն սովորականից ավելի երկար ժամանակ ծախսեց, ընտրելով, թե ինչ հագնի։ Չէր ուզում տպավորություն ստեղծել, թե փորձում է տպավորել նրան, բայց նա չէր ուզում անփույթ տեսք ունենալ։ Ընտրեց ջինսե տաբատ, բամբակյա պարզ բլուզ թեթ բաճկոն։ Մազերը հավաքեց ցածր հանգույցով հրաժարվեց դիմահարդարումից, բացառությամբ մի փոքր շրթներկի։ Ուզում էր լինել ինքը։ Անկեղծ։ Առանց դիմակների։ Սրճարանը հմայիչ էր, աղյուսե պատերով, առաստաղից կախված բույսերով մեղմ լուսավորությամբ, որը ստեղծում էր հարմարավետ մթնոլորտ։ Նարինեն պայմանավորված ժամից մի քանի րոպե շուտ հասավ ընտրեց պատուհանի մոտ գտնվող սեղանը։ Երիցուկի թեյ պատվիրեց, քանի որ կոֆեինն այժմ բացառված էր, սպասեց։ Լոնը ճիշտ ժամանակին ժամանեց։ Նա տեսավ նրան ապակու միջով, նախքան նրա ներս մտնելը։ Նա այլ տեսք ուներ։ Առանց պաշտոնական կոստյումի հագել էր մուգ ջինսե տաբատ կոճակներով վերնաշապիկ, որի թքերը ծալված էին մինչ արմունկները։ Այսպես նա ավելի երիտասարդ էր թվում, ավելի մատչելի։ Երբ նրանց հայացքները հանդիպեցին, նա գլխով արեց ներս մտավ։ Նստեց նրա դիմաց, մատուցողից էսպրեսո պատվիրեց, մի քանի վայրկյան նրանք պարզապես նայում էին իրար։ Տարօրինակ էր լինել այնտեղ, այդ անհավանական իրավիճակում, երկու բոլորովին անծանոթ մարդիկ, որոնք կապված էին հնարավոր ամենաարտասովոր հանգամանքով։ Լոնն առաջինը խոսեց. Ես այդ օրը հիվանդանոցում լավագույնս չսկսեցի այս խոսակցությունը։ Կոպիտ էի։ Զայրացած էի, բայց դա չի արդարացնում այն ձը, որով վարվեցի քեզ հետ։ Դու նույնպես զոհ ես այս պատմության մեջ։ Նարինեն զարմացավ անկեղծությունից։ Նա ամեն ինչ սպասում էր, բացի ներողությունից։ Գլխի շարժումով ընդունեց. Հասկանում եմ։ Ես էլ էի շոկի մեջ։ Իրականում, դեռ այդ վիճակում եմ։ Նրանք ժամերով խոսեցին։ Լոնը պատմեց միայնակ երեխա ունենալու իր որոշման, սիրային հիասթափությունների մասին, որոնք ստիպել էին նրան հուզական պատեր կառուցել, ընտանեկան ճնշման մասին, Ավետիսյանների ժառանգությունը շարունակելու համար։ Նարինեն իր հերթին խոսեց իր պարզ կյանքի, համեստ երազանքների, մոր հետ մտերիմ հարաբերությունների, ուսուցչի մասնագիտության հանդեպ սիրո մասին։ Նրանց միջ աճող խոցելիություն կար։ Սկզբնական պաշտպանական մեխանիզմները սկսում էին ընկնել, բացահայտելով երկու վիրավոր մարդու, որոնք փորձում էին իմաստ գտնել մի իրավիճակում, որն իմաստ չուներ։ Լոնը հայտնաբերեց, որ Նարինեն այն շահամոլը չէր, ինչպես իր մի մասը վախենում էր։ Նա անկեղծ էր, գրեթե հուզիչ ազնվությամբ։ Իսկ Նարինեն սկսեց տեսնել հաջողակ գործարարի զրահից այն կողմ։ Այնտեղ ցավ կար, մենություն մի բանի որոնում, որը փողով հնարավոր չէր գնել։ Երբ բաժանվեցին, արդեն գիշեր էր։ Լոնը պնդեց, որ նրան տուն տանի։ Նարինեն տատանվեց, բայց համաձայնեց։ Մեքենայով ճանապարհին խոսակցությունը շարունակում էր բնական հոսել։ Նա հարցրեց, թե ինչպես է իրեն զգում, արդյոք պատշաճ բժշկական հսկողության տակ է։ Առաջարկեց վճարել լավագույն մասնագետների համար, ապահովել, որ նա լավագույն խնամքը ստանա։ Նարինեն շնորհակալություն հայտնեց, բայց ասաց, որ իր ապահովագրությունը առայժմ բավարար է։ Չէր ուզում իրեն պարտական զգալ նրան։ Լոնը նրան թողեց իր բնակելի շենքի դիմաց։ Նախքան նրա մեքենայից իջնելը, նա մի բան ասաց, որն ամբողջ գիշեր արձագանքում էր նրա մտքում։ Նարինե, ես գիտեմ, որ այս ամենը պլանավորված չէր։ Բայց այս երեխան իմ երեխան է։ Եվ ես ուզում եմ ներկա լինել։ Ուզում եմ նրա կյանքի մասը լինել։ Եթե դու ինձ թույլ տաս։ Նարինեն նայեց նրան, տեսավ անկեղծությունը նրա աչքերում գլխով արեց։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես անենք, որ սա ստացվի։ Երկուսիս համար։ Եվ երեխայի։ Հաջորդ օրերին տարօրինակ առօրյա սկսեց ձևավորվել։ Լոնը բարբերաբար զանգում էր, հարցնում, թե ինչպես է, արդյոք ինչ-որ բանի կարիք ունի։ Նարինեն, սկզբում կասկածամիտ, սկսեց հանգստանալ։ Նա կարծես իսկապես անհանգստացած էր։ Դա միայն երեխայի մասին չէր։ Նա մտածում էր իր բարեկեցության, իր զգացմունքների մասին։ Երբ եկավ առաջին ուլտրաձայնային հետազոտության օրը, Նարինեն նյարդայնացած էր։ Տիկին Սոնան առաջարկել էր ուղեկցել նրան, բայց Լոնը խնդրել էր ներկա լինել։ Նարինեն համաձայնեց, չնայած անհանգստությանը։ Ի վերջո, դա նրա երեխան էր։ Կլինիկան ժամանակակից էր, վերջին սերնդի սարքավորումներով։
Լոնը պնդել էր Նարինեին տանել Երանի լավագույն մասնավոր մանկաբարձ գինեկոլոգի մոտ, այս անգամ նա չհրաժարվեց։ Բժիշկ Հակոբ Սահակյանը հայտնի էր իր իրավասությամբ մարդասիրությամբ։ Նա զույգին դիմավորեց բարի ժպիտով, առանց նրանց հարաբերությունների բնույթի մասին անտեղի հարցեր տալու։ Նարինեն պառկեց մահճակալին, բժիշկը սառը գելը քսեց նրա դեռս աննկատ որովայնին։ Լոնը նրա կողքին էր, տեսանելիորեն լարված։ Երբ պատկերը հայտնվեց էկրանին, երբ փոքրիկ սրտի բաբախյունի ձայնը լցրեց սենյակը, ինչ-որ բան փոխվեց։ Նարինեն զգաց, որ արցունքները հոսում են իր դեմքով։ Լոնը անշարժ մնաց, աչքերը հառած էկրանին, կարծես հրաշքի էր ականատես լինում։ Երեխայի հետ ամեն ինչ կարգին է, ժպիտով հայտարարեց բժիշկը։ Զարգացումը համապատասխանում է 13 շաբաթականին։ Ուզում եք իմանալ սերը։ Նարինեն նայեց Լոնին։ Նա նայեց նրան։ Եվ անսպասելի ներդաշնակության պահին երկուսն էլ միաժամանակ ասացին. Ոչ։ Ուզում ենք, որ անակնկալ լինի։ Նրանք կլինիկայից դուրս եկան փոխված տրամադրությամբ։ Լոնն ավելի շատախոս էր, գրեթե ոգորված։ Նարինեն, չնայած բոլոր վախերին ու անորոշություններին, առաջին անգամ հույսի կայծ զգաց։ Գուցե, միայն գուցե, վերջում ամեն ինչ լավ լիներ։ Լոնը նրան ճաշի հրավիրեց։ Գնացին մի հանգիստ ռեստորան, առողջ սննդով, հաճելի միջավայրով։ Ճաշի ընթացքում նա խոսեց այն փոփոխությունների մասին, որոնք անում էր իր կյանքում, հայրությանը պատրաստվելու համար։ Գրքեր էր գնել, տեսանյութեր դիտել, նույնիսկ խորհրդակցել ընտանեկան հարցերով մասնագիտացված հոգեբանի հետ։ Նարինեն հուզվեց նրա ջանքերից։ Ինքը նույնպես պատրաստվում էր, կարդալով այն ամենը, ինչ կարողանում էր հղիության մայրության մասին։ Նրանք կիսվեցին իրենց հայտնագործություններով, ծիծաղեցին համացանցում գտած որոշ անհեթեթ տեղեկությունների վրա, հանցակից հայացքներ փոխանակեցին, երբ մատուցողն անցավ մի ուտեստով, որը Նարինեի մոտ սրտխառնոց առաջացրեց։ Բայց ամեն ինչ ներդաշնակ չէր։ Արտաքին աշխարհի իրականությունը սկսեց իրեն զգացնել տալ ավելի ու ավելի անհարմար ձևով։ Առաջին անգամ Նարինեն նկատեց, որ իրեն հետում են, երբ Անի Լուսինեի հետ արտրի կենտրոն էր գնացել։ Նրանք հագուստ էին ընտրում, երբ Նարինեն նկատեց երկու էլեգանտ կնոջ, որոնք նայում էին իրենց ուղղությամբ շշնջում։ Սկզբում կարողություն չտվեց, բայց երբ տեսավ, որ նրանք զգուշորեն հեռախոսով լուսանկարում են, սարսուռ զգաց։ Անին, միշտ ուղղամիտ, դիմեց կանանց։ Ինչ-որ խնդիր ունեք։ Նրանցից մեկը, շիկահեր անթերի հագնված, արամարական ժպտաց։ Ոչ մի խնդիր։ Պարզապես հիանում էինք Լոն Ավետիսյանի նոր ձեռքբերմամբ։ Հավանաբար, լավ բան է միլիարդատիրոջը որսալը, այնպես չէ՞։ Նարինեն զգաց, որ արյունը սառչում է երակներում։ Ինչպես էին այդ մարդիկ իմացել։ Լոնը բացարձակ գաղտնիություն էր երաշխավորել։ Լուսինեն բռնեց նրա թից, զգալով, որ ընկերուհին պատրաստ է փլուզվելու։ Անին, մյուս կողմից, պատրաստ էր հարձակվել երկու կանանց վրա, բայց Նարինեն նրան կանգնեցրեց։ Չարժեր։ Նրանք արագ դուրս եկան արտրի կենտրոնից։ Անիի մեքենայում Նարինեն վերջապես պայթեց։ Ինչպես էին մարդիկ իմացել։ Ինչու։ Էին իր մասին այդպես խոսում։ Նա շահամոլ չէր։ Ոչինչ չէր պլանավորել։ Նա զոհ էր, ինչպես Լոնը։ Լուսինեն փորձեց հանգստացնել նրան, բայց Նարինեն անմխիթար էր։ Դեռ մեքենայում զանգեց Լոնին, պատմեց, թե ինչ է պատահել։ Նա զայրացավ, խոստացավ հետաքննել արտահոսքի աղբյուրը, սպառնաց դատի տալ, ում որ պատասխանատու էր։ Բայց վնասն արդեն հասցված էր։ Գաղտնիքը բացահայտվել էր։ Եվ այդ պահից սկսած Նարինեն այլս պարզապես Շենգավիթի համեստ ուսուցչուհին չէր լինի։ Նա կլիներ այն կինը, ով հղիացել էր միլիարդատեր Լոն Ավետիսյանից։ Հաջորդ օրերին իրավիճակը վատթարացավ։ Նարինեի լուսանկարները սկսեցին շրջանառվել բամբասանքների կայքերում։ Նրա Լոնի հարաբերությունների մասին շահարկումներով լի հոդվածներ էին հայտնվում համացանցում։ Ոմանք նրան ներկայացնում էին որպես զոհ, մյուսները որպես հաշվենկատ շահամոլ։ Նարինեն ստիպված էր դիմանալ դպրոցում հետաքրքրասեր հայացքներին, հազիվ ծանոթ գործընկերների անտեղի հարցերին, նույնիսկ լրագրողների հետապնդումներին, ովքեր կարողացել էին գտնել նրա հեռախոսահամարը։ Լոնը, սովոր իր ազգանվան հետ եկող հանրայնությանը, այլ կերպ էր տառապում։ Նրա ընկերության գործընկերները անհանգստություն էին հայտնում ընկերության իմիջի համար։
Հին ընկերները զանգում էին, ցանկանալով իմանալ ճշմարտությունը։ Եվ նրա նախկին ընկերուհին Սոֆի Մելիքյանը, միլիոնավոր հետևորդներ ունեցող ինֆլուենսեր, պայթյունավտան կերպով վերադարձավ։ Սոֆին Լոնը 2 տարի հանդիպել էին։ Նա գեղեցիկ էր, նրբագեղ, կատարյալ համապատասխանում էր այն աշխարհին, որտեղ նա ապրում էր։ Բայց նա մակերեսային էր, շահախնդիր անկարող, որը իրական հուզական խորության։ Լոնը բաժանվել էր նրանից 6 ամիս առաջ, հոգնած այն սնափառությունից, որը բնորոշում էր նրանց հարաբերությունները։ Սոֆին լավ չէր ընդունել բաժանումը։ Եվ հիմա, տեսնելով Լոնին, իբր մեկ այլ կնոջ հետ, մի կնոջ, որը բոլորովին տարբերվում էր իրենից, ինչ-որ բան արթնացավ։ Դա սեր չէր։ Դա վիրավորված էգո էր։ Դա սնափառություն էր։ Դա ապացուցելու կարիք էր, որ նա դեռ իշխանություն ունի նրա վրա։ Սոֆին սկսեց նուրբ, բայց արդյունավետ արշավ սոցիալական ցանցերում։ Խորհրդավոր գրառումներ դավաճանության ստի մասին։ Սթորիներ, ակնարկներով այն կանանց մասին, ովքեր հղիությունն օգտագործում են հարուստ տղամարդկանց պահելու համար։ Նրա հետևորդները միշտ դրամայի ծարավ սկսեցին ինքնուրույն հետաքննություն անցկացնել։ Եվ Նարինեն, առանց հանրային լուսաբանման հետ գործ ունենալու որևէ փորձի, դարձավ հեշտ թիրախ։ Լոնը փորձեց պաշտպանել նրան։ Վարձեց մամուլի քարտուղար, հրապարակեց պաշտոնական հայտարարություններ, պարզաբանելով, որ Նարինեն բժշկական սխալի զոհ է, պահանջեց հերքում այն լրատվամիջոցներից, որոնք կեղծ տեղեկություններ էին հրապարակել։ Բայց համացանցն անողոք է։ Երբ պատմությունն իր սեփական կյանքն է սկսում ապրել, գրեթե անհնար է այն վերահսկել։ Նարինեն իր կյանքում առաջին անգամ զգաց հանրային լուսաբանման ծանրությունը։ Այլս չէր կարող ազատորեն քայլել փողոցներով, առանց ճանաչվելու։ Այլս չէր կարող հաճախել այն վայրերը, որոնք միշտ հաճախել էր, առանց իրեն դիտարկվող զգալու։ Նրա անձնական կյանքը դարձել էր հանրային զվարճանք։ Եվ ամենավատն այն պատմությունն էր, որը կառուցվում էր իր մասին։ Ճշմարտությունը կարևոր չէր։ Մարդիկ հավատում էին նրան, ինչին ուզում էին հավատալ։ Այս ամենի մեջ անսպասելի բան էր տեղի ունենում։ Նարինեն Լոնն ավելի ու ավելի էին մտերմանում։ Ամենօրյա հեռախոսազրույցները դարձան երկար ու խորը։ Նրանք կիսվում էին վախերով, երազանքներով, մանկության հիշողություններով։ Լոնը սկսեց ուղեկցել նրան բոլոր բժշկական այցելությունների ժամանակ, միշտ ուշադիր, միշտ ներկա։ Հղիության մասին գրքեր էր բերում, ուսումնասիրում էր ճիշտ սննդակարգը, պնդում, որ նա ավելի շատ հանգստանա։ Նարինեն սկսեց տեսնել նրա մի կողմը, որը, հավանաբար, քչերն էին ճանաչում։ Նա բարի էր, երբ հանում էր զրահը։ Զվարճալի էր, երբ հանգստանում էր։ Խորապես մենակ էր, երբ թույլ էր տալիս, որ ինչ-որ մեկը բավականաչափ մոտենա, դա նկատելու համար։ Եվ նա, առանց նկատելու, սկսում էր զգալ մի բան, որը գերազանցում էր երեխայի կողմից պարտադրված կապը։ Լոնը նույնպես զգում էր։ Ամեն անգամ, երբ տեսնում էր Նարինեին, ամեն անգամ, երբ լսում էր նրա ձայնը, ինչ-որ բան իր ներսում տաքանում էր։ Նա տարբերվում էր բոլոր այն կանանցից, ում երբեք ճանաչել էր։ Նրանից ոչինչ չէր ուզում, բացի հարգանքից ու ուշադրությունից։ Չէր տպավորվում նրա փողով կամ կարգավիճակով։ Նա նրան տեսնում էր որպես մարդ, ոչ թե հաջողության խորհրդանիշ։ Եվ դա այնքան հազվադեպ էր, այնքան թանկ, որ Լոնը սկսեց գիտակցել, որ սիրահարվել է նրան։ Դանդաղ, առանց աղմուկի, բայց խորապես։ Բայց երկուսն էլ վախենում էին ընդունել այդ զգացմունքները։ Իրավիճակն արդեն իսկ բավականաչափ բարդ էր։ Հավասարմանը սիրավեպ ավելացնելը չափազանց ռիսկային էր թվում։ Իսկ եթե չստացվեր։ Իսկ եթե նրանք շփոթում էին երախտագիտությունը սիրո հետ։ Իսկ եթե արտաքին ճնշումը կործաներ իրական երջանկության ցանկացած հնարավորություն։ Այսպիսով, նրանք շարունակեցին այդ նուրբ պարը։ Մոտ, բայց ոչ լիովին միասին։ Կապված, բայց դեռս բաժանված վախերով ու անորոշություններով։ Եվ մինչ երեխան աճում էր Նարինեի ներսում, նրանց մեջ նույնպես աճում էր մի բան, որը նրանցից ոչ մեկը լիովին պատրաստ չէր անվանելու։ Հղիության 5-րդ ամիսը տեսանելի փոփոխություններ բերեց։ Նարինեի որովայն այլս հնարավոր չէր թաքցնել լայն հագուստի տակ։ Այն կլոր էր, ընդգծված, անհերքելի։ Եվ դրա հետ եկան նոր մարտահրավերներ։ Դպրոցի տնօրենը, որտեղ աշխատում էր Նարինեն, նրան կանչեց անհարմար խոսակցության։ Դա նրա մասնագիտական գործունեության մասին չէր, որը շարունակում էր անթերի լինել։
Դա լրատվամիջոցների լուսաբանման մասին էր, որն ազդում էր հաստատության վրա։ Աշակերտների ծնողները զանգում էին, ցանկանալով իմանալ, թե արդյոք դա ճիշտ է։ Լրագրողները փորձում էին մտնել դպրոց, հայտարարություններ ստանալու համար։ Իրավիճակը դառնում էր անտանելի։ Տնօրենը, 50-ամյա մի կին, ով միշտ արդար էր եղել Նարինեի հետ, կարծես իսկապես անհարմար էր զգում, առաջարկելով, որ գուցե ավելի լավ լինի, որ Նարինեն վաղաժամ բժշկական արձակուրդ վերցնի։ Դա աշխատանքից ազատում չէր, ընդգծեց նա։ Դա պարզապես Նարինեին դպրոցը պաշտպանելու միջոց էր։ Նարինեն հասկացավ, բայց ցավեց։ Դասավանդելն ավելին էր, քան նրա մասնագիտությունը։ Դա նրա կիրքն էր, նրա ինքնությունը, այն, ինչ իմաստ էր տալիս նրա օրերին։ Բայց համաձայնեց։ Չէր ուզում խնդիրներ ստեղծել այն հաստատության համար, որը նրան հնարավորություն էր տվել, երբ նա նոր էր սկսում իր կարիերան։ Այդ շաբաթվա վերջին նա հավաքեց իրերն ուսուցիչների փոքրիկ սենյակում, գրկեց Անին Լուսինեին, խոստանալով կապի մեջ մնալ, ծանր սրտով հեռացավ դպրոցից։ Լոնը զայրացավ, երբ իմացավ։ Անմիջապես զանգեց Նարինեին, առաջարկելով վարձել լավագույն աշխատանքային իրավաբաններին, դատի տալ դպրոցին խտրականության համար։ Բայց Նարինեն հրաժարվեց։ Այլս կոնֆլիկտներ չէր ուզում։ Այլս հանրայնություն չէր ուզում։ Պարզապես խաղաղություն էր ուզում, իր հղիությունն ապրելու համար, առանց որ իր ամեն քայլը նորություն դառնա։ Հենց այդ ժամանակ սկսվեցին բարդությունները։ Սովորական բուժզնման ժամանակ բժիշկ Սահակյանը հայտնաբերեց, որ Նարինեի զարկերակային ճնշումը նորմայից բարձր է։ Դեռս ոչ մի կրիտիկական բան, բայց ուշադրություն էր պահանջում։ Նա խորհուրդ տվեց հանգիստ, սթրեսի նվազեցում, ավելի հաճախակի հսկողություն։ Նարինեն փորձեց հետել ցուցումներին, բայց դժվար էր հանգստանալ, երբ նրա կյանքը հրապարակայնորեն քննարկվում էր։ Լոնը որոշում կայացրեց։ Նարինեին հրավիրեց ընթրիքի իր պենթհաուսում։ Դա կլիներ առաջին անգամ, որ նա կտեսներ, թե որտեղ է նա ապրում։ Նարինեն սկզբում տատանվեց, բայց նրա անկեղծ պնդումը համոզեց նրան։ Գուցե իսկապես պետք էր տնից դուրս գալ, միջավայր փոխել, այլ օդ շնչել։ Լոնի պենթհաուսը գտնվում էր հյուսիսային պողոտայի ամենաէլիտար շենքերից մեկում։ Երբ Նարինեն հասավ նախասրահ, Լոնի ուղարկած վարորդի ուղեկցությամբ, կրկին իրեն օտար զգաց։ Դռնապանը նրան չափազանց հարգալից վերաբերվեց։ Անմիջապես նրա բնակարան տանող անձնական վերելակը հայելիներով մարմարե հարդարանքով էր։ Այնտեղ ամեն ինչ ճչում էր շքեղության բացառիկության մասին։ Լոնն անձամբ դիմավորեց նրան դռան մոտ։ Նա առօրյա հագուստով էր, ջինսե տաբատով շապիկով, բոբիկ։ Այդ ոչ պաշտոնականության մեջ ինչ-որ մտերմիկ բան կար, որը Նարինեին ավելի քիչ նյարդայնացրեց։ Պենթհաուսը ընդարձակ էր, ժամանակակից, անթերի ճաշակով, բայց առանց չափազանցությունների ձևավորված։ Մեծ պատուհաններից բացվում էր լուսավորված քաղաքի հիասքանչ տեսարան։ Նա անձամբ էր պատրաստել ընթրիքը։ Ոչ մի շատ բարդ բան, բայց խնամքով պատրաստված։ Խորոված ձուկ, թարմ աղցան, բնական հյութ։ Ամեն ինչ հարմարեցված հղի կնոջ համար։ Նարինեն հուզվեց մանրուքների նկատմամբ ուշադրությունից։ Նրանք ընթրեցին պատշգամբում, Երանի գիշերային մեղմ զեփյուռի հեռավոր երթեկության ձայնի ներքո։ Խոսակցությունը բնական հոսում էր։ Լոնը խոսեց իր մանկության Ավետիսյանների ժառանգորդը լինելու ճնշման, երիտասարդ տարիքում մորը կորցնելու, թե ինչպես դա ձևավորեց հարաբերությունների նկատմամբ իր տեսակետը։ Նարինեն կիսվեց հիշողություններով, թե ինչպես հայրը լքեց նրանց, ինչպես տիկին Սոնան անխոնջ աշխատեց նրան արժանապատիվ կյանք տալու համար, թե ինչպես դա սովորեցրեց նրան բնավորությունը գնահատել արտաքինից վեր։ Նրանց միջ աճող կապ կար։ Դա ոչ միայն ֆիզիկական գրավչություն էր, թե Լոնը Նարինեին գնալով ավելի գեղեցիկ էր համարում, այն յուրահատուկ փայլով, որը բերում էր հղիությունը։ Դա ավելի խորն էր։ Դա փոխադարձ ճանաչում էր։ Դա մեկ այլ մարդու կողմից իսկապես տեսանելի լինելու զգացողությունն էր։ Ընթրիքից հետո Լոնը նրան տարավ ցույց տալու այն սենյակը, որը պատրաստում էր երեխայի համար։ Այն ընդարձակ էր, ներկված բեժ սպիտակ մեղմ երանգներով, արդեն հավաքված բաց գույնի փայտե կահույքով։ Այնտեղ օրորոց կար, կոմոդ, կերակրման բազկաթոռ։ Նարինեն զգաց, որ աչքերը լցվում են։ Նա իսկապես պատրաստվում էր։ Սա իրական էր նրա համար։ Լոն, մենք պետք է մի լուրջ բանի մասին խոսենք, ասաց նա խեղդված ձայնով։ Նա շրջվեց դեպի նրան, ուշադիր։ Ասա։ Ես չեմ կարող այստեղ ապրել։
Դա ճիշտ չի լինի։ Մարդիկ արդեն իսկ շատ են խոսում։ Եվ ես պետք է պահպանեմ իմ անկախությունը։ Պետք է իմանամ, որ ունակ եմ հոգ տանել ինձ երեխայի մասին։ Լոնը մի քայլ առաջ արեց, նրբորեն բռնեց նրա ձեռքերը։ Նարինե, ես հասկանում եմ։ Ես չեմ փորձում քեզ վերահսկել կամ գնել։ Բայց քո ճնշումը բարձր է։ Դու մշտական սթրեսի տակ ես։ Ես ռեսուրսներ ունեմ քեզ հարմարավետություն, 24-ժամյա բժշկական խնամք, այն ամենը, ինչի կարիքը դու ունես տալու համար։ Թույլ տուր ինձ դա անել։ Ոչ թե ինձ համար։ Մեր երեխայի համար։ Նարինեն նայեց նրան, տեսավ անկեղծությունը նրա աչքերում, զգաց, որ պաշտպանական մեխանիզմները սկսում են զիջել։ Բայց դեռ վախենում էր։ Վախենում էր կախվածության մեջ ընկնելուց։ Վախենում էր կորցնել իր ինքնությունը։ Վախենում էր, որ եթե նրանց միջ ամեն ինչ սխալ ընթանա, ինքը կմնա առանց ոչնչի։ Ինձ ժամանակ տուր մտածելու, խնդրեց նա։ Լոնը համաձայնեց, բայց հաջորդ օրերին ուժեղացրեց իր խնամքը։ Առողջարար սնունդ էր ուղարկում նրա տուն։ Վարձել էր մասնավոր բժիշկ, տնային այցելությունների համար։ Գրքեր, ծաղիկներ, փոքրիկ նվերներ էր ուղարկում, որոնք միշտ ուշադիր գրություններով էին։ Նարինեն սկսեց գիտակցել, որ պայքարում է մի անխուսափելի բանի դեմ։ Նա սիրահարվում էր նրան։ Իսկ Լոնն արդեն գիտեր, որ լիովին սիրահարված է նրան։ Այդ խիզախ, անկեղծ կնոջը, ով ամեն ինչին դիմակայում էր մի արժանապատվությամբ, որը նա հազվադեպ էր տեսնում իր աշխարհում։ Նա ուզում էր պաշտպանել նրան, հոգ տանել նրա մասին, կառուցել իրական տական մի բան։ Բայց արտաքին աշխարհը շարունակում էր թշնամական լինել։ Սոֆին ուժեղացրեց իր հարձակումները։ Այժմ դրանք ոչ միայն ակնարկներ էին։ Նա հարցազրույց տվեց մի բամբասանքների ամսագրի, ակնարկելով, որ ճանաչում է Նարինեի իրական բնավորությունը, որ հետաքննել է նրա անցյալը, հետաքրքիր բաներ է հայտնաբերել։ Չասաց, թե ինչ, բայց ենթատեքստը պարզ էր։ Փորձում էր կասկածներ սերմանել, անվստահություն ստեղծել։ Նարինեն կարդաց հարցազրույցը զայրույթի ու հուսահատության խառնուրդ զգաց։ Ինչպես կարող էր այդ կինն այդքան դաժան լինել մեկի հետ, ով երբեք ոչինչ չէր արել իր դեմ։ Լոնը զայրացավ։ Անձամբ զանգեց Սոֆիին, հստակեցնելով, որ եթե նա շարունակի այդպես, ինքը չի տատանվի նրան զրպարտության համար դատի տալ։ Հենց այս լարված համատեքստում տեղի ունեցավ այն միջադեպը, որը կփոխեր ամեն ինչ։ Նարինեն տանն էր, բժշկի խորհրդով անկողնում հանգստանում էր, երբ սկսեց ուժեղ որովայնային ցավեր զգալ։ Սկզբում փորձեց անտեսել, մտածելով, որ դա նորմալ է։ Բայց ցավերն ուժեղացան։ Տիկին Սոնան, տեսնելով նրան գունատ ու քրտնած, չտատանվեց։ Զանգեց Լոնին։ Նա ռեկորդային արագությամբ հասավ, մասնավոր շտապ օգնության մեքենայի ուղեկցությամբ։ Նարինեի ցավերն ավելի ու ավելի էին ուժեղանում։ Հիվանդանոցի ճանապարհին Լոնը բռնել էր նրա ձեռքը, փորձելով հանգստություն փոխանցել, մինչդեռ ներսում սարսափած էր։ Չէր կարող կորցնել այս երեխային։ Չէր կարող կորցնել Նարինեին։ Հիվանդանոցում բժիշկ Սահակյանն անմիջապես սննեց Նարինեին։ Ճնշումը վտանգավոր բարձր էր։ Պրեէկլամպսիայի ռիսկ կար։ Նա անմիջապես հոսպիտալացրեց նրան, դեղորայք նշանակեց, հրամայեց բացարձակ անկողնային ռեժիմ։ Նարինեն պետք է հիվանդանոցում մնար, մինչ իրավիճակը կայունանար։ Լոնը նրա կողքից չհեռացավ։ Չեղարկեց հանդիպումները, պատվիրակեց պարտականությունները, տեղավորվեց հիվանդասենյակի մահճակալի կողքի աթոռին, այնտեղ մնաց։ Տիկին Սոնան շուտով ժամանեց, լացից կարմրած աչքերով։ Անին Լուսինեն նույնպես եկան, բերելով մխիթարական խոսքեր, ընկերական ներկայություն։ Դժվար օրեր էին։ Դեղորայքը աստիճանաբար ազդեց, բայց Նարինեն պետք է մշտական հսկողության տակ մնար։ Եվ հենց այդ երկար հոսպիտալացման ժամերի ընթացքում, երբ Լոնը միշտ ներկա էր, միշտ ուշադիր, միշտ հոգատար, նրանց միջ ինչ-որ բան բյուրեղացավ։ Մի գիշեր, երբ Նարինեն վերջապես կարողացավ մի փոքր հանգստանալ, ճնշումը վերահսկողության տակ էր երեխան կայուն, նա նայեց Լոնին, ասաց մի բան, որը շաբաթներ շարունակ պահում էր իր մեջ։ Ես սիրահարված եմ քեզ։ Եվ դա ինձ վախեցնում է։ Լոնը, ով գրեթե քնած էր անհարմար աթոռին, անմիջապես բացեց աչքերը։ Վեր կացավ, մոտեցավ մահճակալին, զգուշորեն բռնեց նրա ձեռքը։ Նարինե, ես սիրահարված եմ քեզ այն օրվանից, երբ սրճարանում էինք։ Գուցե նույնիսկ ավելի շուտ։
Ես պարզապես վախենում էի ամեն ինչ փչացնել։ Բայց այսօր քեզ գրեթե կորցնելը այլս չեմ ուզում ժամանակ վատնել վախի վրա։ Նա հակվեց քնքշորեն համբուրեց նրա ճակատը։ Նարինեն փակեց աչքերը ամիսների ընթացքում առաջին անգամ իսկական խաղաղություն զգալով։ Այնտեղ այդ հիվանդասենյակում սրտի մոնիտորների ներերակային կաթիլայինների մեջ նրանք վերջապես ընդունեցին այն, ինչ զգում էին։ Երբ 5 օր անց Նարինեին դուրս գրեցին, Լոնը միայն մեկ պահանջ դրեց. «Դու գալիս ես ինձ հետ ապրելու»։ Սա սակարկելի չէ։ Քո երեխայի առողջությունը վտանգի տակ է։ Ես պետք է իմանամ, որ դու ապահով ես, հանգիստ, լավ խնամված։ Այս անգամ Նարինեն չբողոքեց։ Գիտեր, որ նա ճիշտ է։ Տիկին Սոնան, չնայած սկզբում տատանվում էր, համաձայնեց, որ դա լավագույնը կլինի դստեր համար։ Դեռ լիովին չէր վստահում այդ տղամարդուն, բայց չէր կարող հերքել, որ նա իրեն ներկա նվիրված, իսկապես անհանգստացած էր ցույց տվել։ Նարինեի տեղափոխությունը Պենթհաուս սուսպ էր։ Լոնը պնդեց, որ այդպես լինի։ Այլս չէր ուզում բամբասանքները սնել, այլս չէր ուզում Նարինեին հանրային քննության ենթարկել։ Նա սկզբում տեղավորվեց հյուրասենյակում, հարգելով նրա ռիթմը, չցանկանալով ճնշում գործադրել։ Բայց ամենօրյա համատեղ կյանքը բնականաբար նրանց էլ ավելի մտերմացրեց։ Միասին նախաճաշ, երկար զրույցներ պատշգամբում, գիշերները հյուրասենյակի հսկայական բազմոցին ֆիլմեր դիտել։ Լոնը հայտնաբերեց, որ Նարինեն սուր հումորի զգացում ունի, երբ իրեն հարմարավետ է զգում։ Նարինեն հայտնաբերեց, որ Լոնը խոցելի կողմ ունի, որը քչերը գիտեին։ Նա նրան ներկայացրեց իր հորը, Գորգ Ավետիսյանին, 70-ամյա մի մարդու, ով զրոյից կայսրություն էր կառուցել։ Պարոն Գորգը կոշտ էր բիզնեսում, բայց Նարինեին ճանաչելով, նրա մեջ ինչ-որ բան փափկեց։ Նրա մեջ տեսնում էր անկեղծ պարզություն, մի բարություն, որը վաղուց չէր տեսել։ Եվ երբ իմացավ ամբողջ պատմությունը բժշկական սխալի, անհնարին հանգամանքների մասին, վրդովվեց, թե ինչպես են լրատվամիջոցները վերաբերվում աղջկան։ Նարինեն նույնպես Լոնին տարավ, տիկին Սոնայի հետ ավելի լավ ծանոթացնելու։ Նրա համեստ տանը ընթրիքները դարձան շաբաթական ավանդույթ։ Լոնը, սովոր հինգաստղանի ռեստորաններին, բացահայտում էր տնական ուտեստի, պարզ, բայց հյուրընկալ միջավայրի, առանց երկրորդ իմաստի անկեղծ զրույցների հաճույքը։ Հենց այդ այցելություններից մեկի ժամանակ տիկին Սոնան վերջապես լիովին իջեցրեց պաշտպանական պատնեշը։ Լոնին մի կողմ քաշեց, խորը նայեց նրա աչքերի մեջ հաստատուն ձայնով ասաց. «Իմ դուստրն իմ ունեցած ամեն ինչն է։ Եթե դու նրան ցավ պատճառես, քո ողջ փողը քեզ չի պաշտպանի իմ զայրույթից։ Բայց եթե դու իսկապես սիրում ես նրան, ինչպես թվում է, ապա ունես իմ օրհնությունը»։ Լոնը զգաց այդ խոսքերի ծանրությունը խոստում տվեց. «Ես իմ կյանքի մնացած մասը կանցկացնեմ, ապացուցելով, որ արժանի եմ նրան»։ Հղիությունն առաջ էր ընթանում։ Երեխան ավելի ու ավելի շատ էր խփում, Լոնը սիրում էր ձեռքը դնել Նարինեի որովայնին, զգալով շարժումները։ Նրանք ենթադրություններ էին անում, թե ով կլինի երեխան, ինչ բնավորության գծեր կժառանգի յուրաքանչյուրից։ Նարինեն հույս ուներ, որ կունենա Լոնի վճռականությունը։ Լոնը հույս ուներ, որ կունենա Նարինեի քնքշությունը։ Բայց ամեն ինչ ծաղիկներով պատված չէր։ Սոֆին դեռ փորձում էր խնդիրներ ստեղծել, այժմ բարձր հասարակության ազդեցիկ ընկերուհիների օգնությամբ, ովքեր երբեք լավ չէին ընդունել Լոնի հարաբերությունները սովորական ուսուցչուհու հետ։ Մի բարեգործական միջոցառման, որին Լոնը պարտավոր էր մասնակցել մասնագիտական պատճառներով, նա Նարինեին տարավ որպես ուղեկից։ Դժվար գիշեր էր։ Դատապարտող հայացքները, կեղծ ժպիտները, չարախոս մեկնաբանությունները, որոնք հասնում էին նրա ականջներին։ Նարինեն փորձեց պահպանել ինքնատիրապետումը, բայց նա 7 ամսական հղի էր, հոգնած, հուզականորեն խոցելի։ Երբ լսեց, թե ինչպես են երկու կանայք բավականաչափ բարձր մեկնաբանում, որպեսզի նա լսի, թե ինչպես են որոշ մարդիկ երեխաներին օգտագործում ֆինանսական կայունություն ապահովելու համար, նրա ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Նա վազելով դուրս եկավ սրահից, արցունքներն արդեն հոսում էին։ Լոնը նրան գտավ հյուրանոցի այգում, ինքն իրեն գրկած, հեկեկալով։ Նա գրկեց նրան, զայրացած այդ դաժան մարդկանց վրա, բայց կենտրոնացած Նարինեին մխիթարելու վրա։ «Ես այլս չեմ դիմանում», լաց եղավ նա։ «Չեմ դիմանում դատվելուն, շահամոլի պես ընկալվելուն, կարծես ես այս ամենը պլանավորել եմ։ Ես պարզապես ուզում էի նորմալ կյանք ունենալ»։ Լոնը բռնեց նրա դեմքը ձեռքերի մեջ, ստիպելով նրան նայել իրեն։
Դու ոչ ոքի ոչինչ ապացուցելու կարիք չունես։ Այդ մարդիկ կարոր չեն։ Կարորը մենք ենք։ Մեր ընտանիքը։ Մեր երեխան։ Եվ եթե դու հոգնել ես այս աշխարհից, ապա եք գնանք։ Ինչ նկատի ունես։ Եկ մի որոշ ժամանակով անհետանանք։ Ես Դիլիջանում տուն ունեմ։ Հանգիստ, առանձնացված ամեն ինչից ու բոլորից հեռու։ Կարող ենք հղիության վերջին ամիսներն այնտեղ անցկացնել։ Խաղաղության մեջ։ Միայն մենք երկուսով։ Ինչ կասես։ Նարինեն նայեց նրան, տեսավ անկեղծությունը, նրան այս ամենից պաշտպանելու անկեղծ ցանկությունը։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ թույլ տվեց իրեն պարզապես ընդունել այն խնամքը, որը նա առաջարկում էր։ Այո։ Եկ գնանք։ Դիլիջանի տունը կատարյալ ապաստարան էր։ Հեռու Երանի քաղաքային քաոսից, հեռու դատապարտող հայացքներից ու սուր լեզուներից, Նարինեն Լոնը գտան մի բան, որը երկուսն էլ վաղուց կորցրել էին՝ խաղաղություն։ Տունը գտնվում էր մեկուսացված տարածքում, շրջապատված անտառներով, գրեթե ամայի մի վայրում։ Դա այնպիսի տեղ էր, որտեղ կարելի էր լսել ծառերի սոսափյունը, զգալ անտառի բույրը, խառնված վայրի ծաղիկների բուրմունքի հետ, պարզապես գոյություն ունենալ առանց դիմակների կամ պաշտպանական մեխանիզմների։ Օրերը ստացան իրենց սեփական ռիթմը, թելադրված միայն Նարինեի մարմնի կարիքներով, երկուսի պարզ ցանկություններով։ Արթնանում էին Արի հետ, նախաճաշում էին անտառի տեսարանով պատշգամբում, առավոտներն անցկացնում էին կարդալով, զրուցելով, ապագան պլանավորելով։ Լոնն իր հետ աշխատանք էր բերել, բայց հայտնաբերեց, որ կարող է պատվիրակել ավելին, քան պատկերացնում էր։ Նարինեի կողքին նրա մշտական ներկայությունն ավելի կարևոր էր, քան ցանկացած գործարք։ Կեսօրին, երբ Արն ավելի մեղմ էր, նրանք զբոսնում էին անտառում։ Լոնը բռնում էր նրա ձեռքը, քայլքը հարմարեցնելով առաջացած հղիության պատճառով դանդաղած ռիթմին։ Նարինեն, իր հսկայական որովայնով, իրեն անհարմար էր զգում, բայց նա միշտ ասում էր, որ նա երբեք ավելի գեղեցիկ չի եղել։ Եվ նա իսկապես հավատում էր դրան։ Նրա մեջ մի լուսավորություն կար, մի լիություն, որը գերազանցում էր ֆիզիկականը։ Հենց այդ զբոսանքներից մեկի ժամանակ, երբ մայրամուտը երկինքը ներկում էր նարնջագույն վարդագույն երանգներով, Լոնը կանգ առավ, շրջվեց դեպի Նարինեն, ասաց մի բան, որը օրեր շարունակ փորձում էր ասել։ Նարինե, ես գիտեմ, որ մեր պատմությունը սկսվել է անհնարին ձով։ Մեզնից ոչ ոք սա չի ընտրել։ Բայց եթե ես կարողանայի վերադառնալ անցյալ, իմանալով այն ամենը, ինչ հիմա գիտեմ, ես նորից կընտրեի այս ամենը։ Կընտրեի քեզ։ Միշտ։ Նարինեն զգաց, որ սիրտը սկսում է արագ բաբախել։ Նրա ձայնի մեջ ինչ-որ բան կար, մի հանդիսավորություն, որը նրան զգաստացրեց։ Լոնը ծնկի իջավ խոտերի վրա, գրպանից հանեց մի փոքրիկ տուփ, բացեց այն, բացահայտելով պարզ, բայց գեղեցիկ մատանի։ Այն ցուցադրական չէր, այնպիսի զարդ չէր, որը նա հեշտությամբ կարող էր գնել։ Այն նուրբ էր, յուրահատուկ դիզայնով, ակնհայտորեն ընտրված խնամքով, ուշադրությամբ։ Ես քեզ ամուսնության առաջարկություն չեմ անում, որովհետև դու իմ երեխային ես կրում։ Ես քեզ առաջարկություն եմ անում, որովհետև դու այն կինն ես, ով փոխեց իմ կյանքը։ Որովհետև դու ինձ սովորեցրիր, թե ինչ է իրական սերը։ Որովհետև ուզում եմ իմ օրերի մնացած մասն անցկացնել, ապացուցելով, որ արժանի եմ քո սրտին։ Ամուսնացիր ինձ հետ, Նարինե։ Ոչ թե որովհետև դա հարմար է, ոչ թե որովհետև աշխարհն է սպասում, այլ որովհետև մենք երկուսս էլ արժանի ենք միասին երջանիկ լինելու։ Արցունքներն ազատ հոսում էին նրա դեմքով։ Դրանք տխրության արցունքներ չէին, այլ այնքան ուժեղ երջանկության, որը հորթում էր։ Նա նայեց խոտերի վրա ծնկած այդ տղամարդուն, այն տղամարդուն, ով իր կյանք էր մտել որպես անծանոթ դարձել իր ամենասիրելի մարդն աշխարհում։ Այո, ասաց նա խեղդված ձայնով։ 1000 անգամ այո։ Լոնը վեր կացավ, մատանին դրեց նրա մատին, համբուրեց նրան։ Դա մեղմ համբույր էր, լի խոստումներով, հույսով։ Եվ այնտեղ ծառերի սոսափյունի ներքո մայրամուտի գույներով ներկված երկնքի տակ, նրանք կնքեցին մի ուխտ, որը գերազանցում էր թղթերն ու սոցիալական պայմանականությունները։ Դա հոգու ուխտ էր։ Այդ գիշեր զանգեցին տիկին Սոնային։ Նա լաց եղավ, լսելով նորությունը, բայց դրանք ուրախության արցունքներ էին։ Միշտ իմացել էր, որ դուստրն արժանի է այսպես սիրվելու, ուժգնությամբ նվիրումով։ Պարոն Գորգը, երբ Լոնը տեղեկացրեց, պարզապես ժպտաց, ասաց, որ վաղուց ժամանակն էր, որ որդին վերջապես կարգավորի իր անձնական կյանքը։
Անին Լուսինեն հեռախոսով ուրախությունից ճչացին, խոստանալով կազմակերպել լավագույն մանկական խնջույքը, որ Նարինեն երբե տեսել էր։ Դիլիջանի օրերը շարունակվեցին, այժմ նշանադրության հավելյալ քաղցրությամբ։ Նարինեն հպարտությամբ կրում էր մատանին, հաճախ նայելով դրան, կարծես պետք է համոզվեր, որ այս ամենն իրական է։ Լոնն ավելի ուշադիր էր, քան երբե, եթե դա ընդհանրապես հնարավոր էր։ Նա ուսումնասիրում էր ծննդաբերության նորածինների խնամքի մասին, կազմում էր ցուցակներ այն ամենի, ինչ պետք է պատրաստ ունենային։ Մի հանգիստ գիշեր, ամուսնության առաջարկությունից 3 շաբաթ անց, Նարինեն արթնացավ, տարօրինակ բան զգալով։ Ցածր, մշտական ցավ, որը գալիս ու գնում էր կանոնավոր ալիքներով։ Նա գիտեր, թե դա ինչ է։ Պահը հասունացել էր։ Լոն, նա մեղմորեն կանչեց, դիպչելով նրա ուսին։ Նա անմիջապես արթնացավ, միշտ զգոն, երբ խոսքը նրա մասին էր։ Ինչ եղավ։ Լավ ես։ Կարծում եմ, ժամանակն է։ Լոնը անցավ լիակատար արդյունավետության ռեժիմի։ Նրանք արդեն ամեն ինչ պատրաստել էին։ Պայուսակը պատրաստ էր, Դիլիջանի հիվանդանոցի հետ նախապես կապվել էին, բժիշկ Սահակյանը տեղյակ էր։ 30 րոպեից էլ քիչ ժամանակում նրանք ճանապարհին էին դեպի ծննդատուն։ Ճանապարհին կծկումներն ուժեղացան։ Նարինեն փորձում էր շնչել այնպես, ինչպես սովորել էր ծննդաբերության նախապատրաստական դասերին, բայց ցավն ավելի ուժեղ էր, քան պատկերացնում էր։ Լոնը բռնել էր նրա ձեռքը, քաջալերական խոսքեր ասում, թաքցնում իր սեփական նյարդայնությունը, որպեսզի նրան ավելի չանհանգստացնի։ Հիվանդանոցում նրանց դիմավորեց բժշկական անձնակազմը, որն արդեն սպասում էր։ Նարինեին տարան ընդարձակ սենյակ, որը հագեցած էր այն ամենով, ինչի կարիքը կարող էր ունենալ։ Լոնը ոչ մի վայրկյան նրա կողքից չհեռացավ։ Երբ կծկումներն ավելի ուժեղ հաճախակի դարձան, նա օգնում էր նրան դիրքը փոխել, սրբում էր քրտինքը, շշնջում, որ նա ամենաուժեղ խիզախ կինն է, ում ճանաչում է։ Ծննդաբերությունը տեց 12 ժամ։ Դրանք լարված, հյուծիչ 12 ժամեր էին, նշանավորված գրեթե անտանելի ցավի պահերով, որոնք ընդմիջվում էին կարճատ հանգստի ժամանակահատվածներով։ Նարինեն իր մեջ մի ուժ հայտնաբերեց, որի մասին չգիտեր։ Լոնը հուզվելու մի կարողություն հայտնաբերեց, որը ողջ կյանքում ճնշել էր։ Երբ վերջապես բժիշկ Սահակյանը հայտարարեց, որ ճիգ թափելու ժամանակն է, Նարինեն հավաքեց իր բոլոր ուժերը։ Լոնը նրա կողքին էր, բռնել էր նրա ձեռքը, նայում էր նրա աչքերին, ուժ փոխանցում։ Եվ հետո, վերջին հսկայական ջանքից հետո, սուր լացը լցրեց սենյակը։ Տղա է, հայտարարեց բժիշկը, բարձրացնելով երեխային, որպեսզի նրանք տեսնեն։ Նարինեն ընկավ բարձին, հյուծված, բայց պայծառ։ Լոնի դեմքով ազատ հոսում էին արցունքները։ Երբ երեխային դրեցին Նարինեի գիրկը, դեռ սպորտալարով կապված նրան, ամբողջ աշխարհը կարծես կանգ առավ։ Նա նայեց այդ փոքրիկ, կարմիր ու չչացող էակին այնքան հզոր սեր զգաց, որ գրեթե ցավում էր։ Լոնը նրբորեն դիպավ մուգ մազերով ծածկված գլխիկին, աչքերը հառած որդուն, որին երբեք այդպես չէր պլանավորել ունենալ, բայց որն այժմ ամեն ինչ էր։ Բար Միքայել, շշնջաց նա խեղդված ձայնով։ Վերջապես եկար։ Միքայել։ Անունը, որը նրանք միասին էին ընտրել, որը նշանակում է «ով է Աստծո նման, մարտիկ, պաշտպան»։ Կատարյալ էր թվում այն երեխայի համար, ով ծնվել էր այնքան անհավանական հանգամանքներում, բայց արդեն այնքան սիրված էր։ Տիկին Սոնան հաջորդ առավոտյան շուտ ժամանեց, իր հետ բերելով պարոն Գորգին։ Տատիկն ու պապիկը հագվեցին օրորոցի վրա, որտեղ Միքայելը հանգիստ քնած էր, յուրաքանչյուրն իր ձով մարսելով հուզմունքը։ Տիկին Սոնան լաց էր լինում, շոյելով թոռան գլխիկը։ Գորգի դեմքին հպարտ ժպիտ կար, նա արդեն պլանավորում էր բոլոր այն դասերը, որոնք կփոխանցեր ժառանգորդին։ Անին Լուսինեն կեսօրին ժամանեցին, նվերներով բեռնված։ Նրանք նա նորություններ բերեցին արտաքին աշխարհից։ Մամուլն իմացել էր ծննդյան մասին, բայց այս անգամ պատմությունը փոխվում էր։ Մի մեծ հոդված էր հրապարակվել, որը պատմում էր ամբողջ պատմությունը, բժշկական սխալից մինչ Նարինեի Լոնի ճանապարհը։ Պատասխանատու լրագրողուհին, մի կին, ով նույնպես մայր էր, թեմային զգայունությամբ էր մոտեցել, մարդկայնացնելով Նարինեին նրան չարագործի կամ զոհի վերածելու փոխարեն։ Հանրային արձագանքը զարմանալիորեն դրական էր։ Աջակցության հաղորդագրությունները լցրել էին սոցիալական ցանցերը։ Կանայք կիսվում էին բժշկական սխալների, բարդ հղիությունների, դիմակայած նախապաշարմունքների իրենց սեփական պատմություններով։ Նարինեն, առանց ցանկանալու, դարձել էր տոկունության խիզախության խորհրդանիշ։
Բայց այդ ծննդատան սենյակում, աշխարհի աղմուկից հեռու, այս ամենից ոչինչ առանձնապես կարևոր չէր։ Կարևորն այն փոքրիկ ընտանիքն էր, որը ձևավորվել էր բոլոր հավանականություններին հակառակ։ Նարինեն դիտում էր, թե ինչպես է Լոնը Միքայելին պահում մի նրբությամբ, որը հակասում էր նրա մեծ ձեռքերին, մի օրորոցային երգելով, որը հավանաբար իր սեփական մայրն էր երգել իր համար տասնամյակներ առաջ։ Նրանք մեկ շաբաթ անցկացրին ծննդատանը, քանի որ բժիշկը ցանկանում էր համոզվել, որ ամեն ինչ կարգին է Նարինեի երեխայի հետ։ Դրանք հարմարվելու, սովորելու, հայտնագործությունների օրեր էին։ Կրծքով կերակրելն ավելի դժվար էր, քան Նարինեն պատկերացնում էր, բայց բուժքույրերի օգնությամբ Լոնի անսահման համբերությամբ նա սկսեց հմտանալ։ Տակտիր փոխել, լողացնել, գիշերային լացը հանգստացնել, ամեն ինչ նոր էր մի նույն ժամանակ բնազդային։ Երբ վերջապես դուրս գրվեցին, վերադարձան ոչ թե Դիլիջանի տուն, այլ Երանի պենթհաուս։ Ժամանակն էր վերսկսել կյանքը, բայց այժմ որպես լիարժեք ընտանիք։ Հարմարումը աստիճանական էր։ Անքուն գիշերներ, մշտական հյուծվածություն, երեխայի ներկայությամբ լիովին փոխված առօրյա։ Բայց նա խորը ուրախություն կար յուրաքանչյուր փոքր պահի մեջ։ Միքայելի առաջին ժպիտը, թե հավանաբար, պարզապես գազեր էին։ Այն ձը, որով նա զարմանալի ուժով բռնում էր Լոնի մատը։ Այն սիրելի ձայները, որոնք նա հանում էր քնած ժամանակ։ Լոնը դայակ վարձեց, ցերեկը օգնելու համար, բայց պնդում էր, որ ներկա լինի բոլոր կարևոր պահերին։ Գիշերվա ժամը 3-ին տակտիր էր փոխում, վեր էր կենում Միքայելին հանգստացնելու, երբ նա լաց էր լինում, անսահման համբերություն ուներ, որը զարմացրեց նույնիսկ Նարինեին։ Միքայելի ծնունդից 3 ամիս անց նրանք վերջապես նշանակեցին հարսանիքը։ Ոչ մի շքեղ բան, հակառակ շատերի սպասումներին։ Դա մտերմիկ արարողություն էր պարոն Գորգի տան այգում, միայն մտերիմ հարազատների ամենասիրելի ընկերների հետ։ Նարինեն հագել էր սպիտակ ժանյակից պարզ զգեստ, արարողության մի մասի ընթացքում Միքայելը գրկին էր։ Լոնն անթերի էր պատվերով կարված կոստյումով, բայց այն, ինչ իսկապես փայլում էր, նրա անկեղծ ժպիտն էր։ Երբ եկավ ուխտերի պահը, Լոնը հրաժարվեց ավանդականից, խոսեց սրտանց. Նարինե, երբ ես քեզ հանդիպեցի, ես մի մարդ էի, ով հրաժարվել էր սիրուց։ Ով հավատում էր, որ կարող է կյանքի բոլոր ասպեկտները վերահսկել պլանավորմամբ, ռեսուրսներով։ Եվ հետո դու մտար իմ կյանք ամենաանհնարին ձով։ Եվ ինձ սովորեցրիր, որ կյանքի լավագույնը հնարավոր չէ պլանավորել։ Հնարավոր չէ գնել։ Հնարավոր չէ վերահսկել։ Այն կարելի է միայն ապրել, խիզախությամբ բաց սրտով։ Դու ինձ սովորեցրիր իսկապես սիրել։ Եվ դրա համար խոստանում եմ ամեն օր անցկացնել, քեզ ցույց տալով, թե որքան ես դու փոխել իմ գոյությունը։ Նարինեն հազիվ կարողացավ խոսել, չափազանց հուզված էր։ Պարզապես ասաց խեղդված, բայց հաստատուն ձայնով. Լոն, դու ինձ գտար իմ կյանքի ամենադժվար պահին, փոխեցիր ամեն ինչ։ Ինձ տվեցիր ոչ միայն տուն, այլ ընտանիք։ Ինձ ցույց տվեցիր, որ ոչ միշտ են վատագույն սկիզբները տանում վատագույն ավարտների։ Երբեմն դրանք մեզ տանում են հենց այնտեղ, որտեղ մենք պետք է լինենք։ Ես քեզ սիրում եմ։ Եվ իմ ողջ կյանքում երախտապարտ կլինեմ, որ մենք գտանք իրար։ Միությունը կնքող համբույրը ողջունվեց ներկաների ծափահարություններով։ Տիկին Սոնան հեկեկում էր, գրկած պարոն Գորգին, ով նույնպես տեսանելիորեն հուզված էր։ Անին Լուսինեն ճչացին, ուրախացան։ Իսկ Միքայելը, տատիկի գրկում, հանգիստ քնած էր, անտեղյակ պահի կարողությունից։ Խնջույքը պարզ էր, բայց ուրախ։ Սիրով պատրաստված տնական ուտեստ, մեղմ երաժշտություն, անկեղծ զրույցներ։ Սոցիալական դիմակներ չկային, դատարկ ձականություններ չկային։ Դա պարզապես մի խումբ մարդիկ էին, ովքեր իսկապես մտածում էին միմյանց մասին, տոնում էին սերը։ Երբ գիշերն իջավ, հյուրերը սկսեցին հեռանալ, Նարինեն Լոնը մնացին պատշգամբում, դիտելով աստղերը։ Միքայելը քնած էր նրանց կողքի մանկասայլակում, սիրելի փոքրիկ ձայներ հանելով։ Ինչ-որ բանի համար զղջո՞մ ես, հանկարծ հարցրեց Նարինեն։ Լոնը մի պահ մտածեց, նախքան պատասխանելը։ Զղջում եմ բժշկական սխալի համար։ Այո։ Ոչ ոք չպետք է անցնի նրա միջով, ինչի միջով դու անցար։ Բայց զղջում եմ, որ դու Միքայելն իմ կյանքում եք։ Երբեք։ Այդ սարսափելի սխալն ինձ տվեց ամենամեծ օրհնությունը, որը երբեք ստացել եմ։ Նարինեն ժպտաց, գլուխը դնելով նրա ուսին։ Երբեմն մտածում եմ, արդյոք կհանդիպեի քեզ այլ հանգամանքներում։ Արդյոք մեր ճանապարհները բնականաբար կխաչվեին։
Գուցե ոչ, խոստովանեց Լոնը։ Մենք շատ տարբեր աշխարհներում էինք ապրում։ Բայց ճակատագիրն իր սեփական պլաններն ունի։ Եվ ես ամեն օր երախտապարտ եմ այն պլանների համար, որոնք նա ուներ մեզ համար։ Նրանք այնտեղ մնացին ժամերով, խոսելով ապագայի մասին։ Միքայելի դաստիարակության այն արժեքների մասին, որոնք ուզում էին փոխանցել նրան։ Այն մասին, թե ինչպես կապահովեն, որ նա մեծանա, ճանաչելով երկու աշխարհներն էլ, տիկին Սոնայի պարզությունը Ավետիսյանների ազդեցությունը, որպեսզի կարողանա գնահատել այն, ինչն իսկապես կարևոր է։ Հաջորդ ամիսներին կյանքը շարունակվեց։ Միքայելն արագ մեծանում էր, ամեն օր զարմացնելով նրանց նոր զարգացումներով։ Նրա առաջին ատամը, սողալու առաջին փորձերը, այն ձայները, որոնք սկսեցին նմանվել բառերի։ Յուրաքանչյուր նվաճում տոնվում էր անհամաչափ, բայց անկեղծ ոգորությամբ։ Նարինեն վերադարձավ դասավանդելուն, բայց այժմ մի մասնավոր դպրոցում, որն առաջարկում էր ճկուն ժամեր։ Հայտնաբերեց, որ դեռ սիրում է մասնագիտությունը, գուցե նույնիսկ ավելին, քան նախկինում, քանի որ այժմ էլ ավելի լավ էր հասկանում յուրաքանչյուր երեխայի թանկարժեքությունը։ Լոնը շարունակեց բիզնեսը, բայց փոխված հեռանկարով։ Հաջողությունն այլևս միայն շահույթ ընդլայնում չէր։ Դա ընտանիքի հետ ընթրիքին ներկա լինել կարողանալն էր։ Դա որդու առաջին քայլերը բաց չթողնելն էր, ժողովի մեջ լինելու պատճառով։ Լրատվամիջոցների սկանդալը ի վերջո մարեց, փոխարինվելով այլ պատմություններով։ Նարինեն Լոնը դարձան պարզապես մեկ զույգ, որն ապրում էր իր կյանքով։ Երբեմն նրանց լուսանկարները դեռ հայտնվում էին հայտնիների ամսագրերում, բայց ժամանակի ընթացքում նույնիսկ դա նվազեց։ Անձնական կյանքը, որի համար նրանք այդքան պայքարել էին, վերջապես հնարավոր դարձավ։ Եվ հետո եկավ այն օրը, երբ Միքայելն իր առաջին քայլերն արեց։ Դա մի սովորական կեսօր էր, ոչ մի յուրահատուկ բանով։ Նարինեն նստած էր հյուրասենյակի հատակին, խաղալիքները դասավորելով։ Լոնն աշխատանքից շուտ էր եկել։ Միքայելը նրանց երկուսի մեջ էր, հենված սուրճի սեղանին։ Հանկարծ նա բաց թողեց ձեռքերը, տատանվեց, երկու անկայուն քայլ արեց դեպի Նարինեն, նստեց, ծիծաղելով։ Նարինեն ուրախությունից ճչաց։ Լոնը վազեց հեռախոսը վերցնելու գրանցելու։ Իսկ Միքայելը, իրենից հպարտ, նորից փորձեց։ Այդ գիշեր, Միքայելին քնեցնելուց հետո, Նարինեն Լոնը նստեցին պատշգամբում, ինչպես հաճախ էին անում։ Այդ առօրյայի, այդ պարզության մեջ ինչ-որ հուսադրող բան կար։ Գիտես ինչ եմ մտածում, ասաց Նարինեն, խախտելով հարմարավետ լռությունը։ Ասա, որ կյանքը մեզ դասեր է տալիս ամենատարօրինակ ձևով։ Ես երբեք չէի ընտրի անցնել այդ բժշկական սխալի միջով։ Դա տրավմատիկ էր, սարսափելի, ցավոտ։ Բայց դա ինձ տվեց քեզ։ Ինձ տվեց Միքայելին։ Ինձ տվեց մի ընտանիք, որի կարիքը նույնիսկ չգիտեի, որ ունեմ։ Եվ հիմա չեմ կարող պատկերացնել իմ կյանքն այլ կերպ։ Լոնը բռնեց նրա ձեռքը, միահյուսելով մատները։ Հենց դա է։ Մենք ոչ միշտ ենք ընտրում, թե ինչպես է կյանքը մեզ փոխում։ Բայց երբ սեր կա, երբ հարգանք կա, երբ խիզախություն կա, նույնիսկ վատագույն սկիզբները կարող են դառնալ ամենագեղեցիկ ավարտները։ Եվ հենց դա էլ պատահեց։ Այդ կոպիտ սխալից, այդ անհեթեթ անարդարությունից ծնվեց իսկական սիրո պատմություն։ Հաղթահարման, ընտանիքի, հույսի պատմություն։ Նարինեն Լոնն ապացուցեցին, որ սերը կարող է ծաղկել ամենաանհավանական վայրերում, որ երջանկությունը կարող է ծնվել քաոսից, որ երբեմն ամենասարսափելի սխալները մեզ տանում են հենց այնտեղ, որտեղ մենք պետք է լինենք։ Միքայելը մեծացավ սիրով լի տանը։ Վաղ տարիքից սովորեց կարեկցանքի արժեքը, դիտելով, թե ինչպես են իր ծնողները բոլորին հարգանքով վերաբերվում, անկախ ծագումից կամ սոցիալական վիճակից։ Մեծացավ, իմանալով, որ իր պատմությունը սկսվել է այլ կերպ, բայց դա նրան դարձնում է յուրահատուկ, ոչ թե պակաս։ Մեծացավ, շրջապատված ոչ միայն նյութական հարստությամբ, այլ հուզական հարստությամբ, նվիրված ծնողների մշտական ներկայությամբ, տատիկների իմաստությամբ, Անի Լուսինեի, իր հորաքույր քեռիների ջերմությամբ։ Իսկ Նարինեն ու Լոնը։ Նրանք կառուցեցին մի կյանք, որն ամենօրյա վկայությունն էր այն բանի, որ իսկական սերը կատարյալ հեքիաթների սերը չէ։ Դա այն սերն է, որը ծնվում է իրականից, անկատարից, անսպասելիից։ Դա այն սերն է, որն ընտրում է համառել նույնիսկ այն ժամանակ, երբ ավելի հեշտ կլիներ հանձնվել։ Դա այն սերն է, որը վերքերը վերածում է ուժի, վախը, խիզախության, անծանոթներին, ընտանիքի։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Նարինեի Լոնի պատմությունը հուզեց ձեր սիրտը։
Եթե հուզվեցիք, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը։